Փաստ օրաթերթը գրում է. նախորդին ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է արտահայտել Վրաստանում հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ և սրմամբ, այդ թվում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորմամբ և քաղաքացիական հասարակության, այդ թվում կառավարության գործողությունները քննադատող անձանց նկատմամբ նպատակային հետապնդմամբ։ Թե ինչ է կատարում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է, մենք մեր խնդիրներից էլ մինչև կոկորդներս կուշտ ենք, սակայն հարցն այն է, որ կարդալով ԱՄՆ պետդեպի գնահատականներն ու ձևակերպումները այնպիսի տպավորություն է ստանում, թե առանց տառ ու ստորակետ փոխելու Հայաստանի մասին է խոսքը, բայց չէ, ԱՄՆ պետդեպարտամենտը լուռ է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում ու խորացնում է հակաժողովրդավարական գործողությունները, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալում և կալանավորում է Սարքովի գործերով, իշխանություններին քննադատողների նպատակային հետապնդման է ենթարկում, երբ սեփականություն է խլում և այլն, և այլն։ Ինչ է ստացվում, եթե Վրաստանում ընդդիմությունը արևմտամետ է, ուրեմն Վրաստանի իշխանությունների գործողությունները դատապարտելի են, իսկ եթե Հայաստանում իշխանություններն են արևմտյան թելը թելում, իսկ ընդդիմության ներկայացուցիչները հայամետ են, պետականությունն ու ազգային դիրքորոշում ունեն, Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ գործողությունների վրա կարելի է աչք փակել։ Նույնը վերաբերում է նաև եվրոպական երկրներին և կառույցներին։ Ճիշտ է, կան տեղեկություններ, որ ԵՄ առանձին երկրներ իրենց դեսպանների միջոցով ներքին կարգով որոշ անհանգստություններ են հայտնել, բայց հրապարակային որևէ խոսք չի լսվել։ Սրա պատճառով էլ հայաստանյան հասարակության մեջ խորանում է անվստահությունը Արևմուտքի նկատմամբ, քանզի ակնհայտ կիրառում են երկակի ստանդարտներ։ Ինձ համար իհարկե, ես ժպիտով այս հոդվածը կարդացի, ինչու։ Այս կարգի միամտություն և այս կարգի, չգիտեմ, չպատկերացնել աշխարհի դրվածքը ես չեմ պատկերացնում, անկեղծ եմ ասում, որովհետև այն, որ Միացյալ Նահանգները կամ ցանկացած երկիր, եկեք միայն Միացյալ Նահանգների վրա չֆիքսվենք, առաջնորդվում է երկակի ստանդարտներով, որովհետև առաջնորդվում է իր շահերով։ Միացյալ Նահանգները Վրաստանում արձագանքում է ընդդիմության նկատմամբ կատարվողին, ինչու, որովհետև Վրաստանի իշխանությունները չեն ենթարկվում Միացյալ Նահանգներին։ Հայաստանում Միացյալ Նահանգները լռում են նույնանման կամ ավելի խիստ, ես չեմ կարծում, գոնե չեմ հիշում, որ Վրաստանի ղեկավարները սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնեն ընդդիմախոսների եկեղեցու նկատմամբ կամ այլ հոգևոր կառույցի նկատմամբ, իրենց ընդդիմախոս, այնպես որ անգամ համեմատելու չէ, բայց Հայաստանի իշխանությունները, քանի որ ծառայում են Արևմուտքին և Միացյալ Նահանգներին, ինչու պիտի գնահատական տրվի, այսինքն ինչ միամիտ ակնկալիքներ են էլի աշխարհից, Միացյալ Նահանգներից, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնությունից, անիմաստ ակնկալիքներ են և ժամանակն է, որպեսզի հատկապես լրագրողները, որոնք պիտի որ լավ պատկերացնեն քաղաքականությունը, հասարակությանը քաղաքականության վերաբերյալ մատուցեն ճշմարտությունը, հատկապես աշխարհաքաղաքական հարցերի մասով, որտեղ չկա բարոյականություն, միջազգային հարաբերություններում կան միայն շահեր։ Եվ եթե Հայաստանի Հանրությունը հանդուրժում է այս որակի իշխանություն, ապա ինչ եք պահանջում Միացյալ Նահանգներից կամ եվրոպական երկրներից։ Այլ հարց է, որ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք խորհրդարանում են, խորհրդարանից դուրս են, երբ հանդիպում են Եվրամիության դեսպանին և երբ հանդիպում են եվրոպական երկրների դեսպանին, ուղղակի կարող են քաղաքական իմաստով թքել դրանց ճակատին ու վերջ, հրապարակային ասել, գնահատականներ տալ, Միացյալ Նահանգների դեսպանի ամեն հրավեր չընդունել, Ֆրանսիայի դեսպանի ամեն հրավեր չընդունել, Եվրոպական միության դեսպանի ամեն հրավեր չընդունել։ Սա կլինի գնահատական, իրանք էլ կզգան, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում են ոչ թե միամիտները, այլ հասկանում են, և Հայաստանի քաղաքական շրջանակներն էլ հասկանում են մեր երկրի շահերը։ Հակառակ պարագայում ինչ-որ միամիտ ակնկալիքներ կան աշխարհից։